շարունակում է մայրաթորի հաշիվներից օգտվել Արման Սարոյանը։ Այո։ Եվ հոգևոր գործունեություն իրականացնել։ Հավանաբար հարցը հենց սա է։ Հարցը նրանում է, որ եկեղեցու ներքին կանոնական ինքնավարության եւ ոչ թե հայ եկեղեցու, այլ ընդհանրապես միջազգային կոնվենցիաներով բոլոր կրոնական կազմակերպություններին տրվում է ներքին կանոնական ինքնավարություն։ Որևէ մեկը չի կարող միջամտել, ձեռնադրել մեկին, չձեռնադրել, կարգալույծ անել, թե չանել, որևէ առաջնորդական պաշտոնի նշանակել, թե չնշանակել։ Այսօր անընդհատ խոսում են նրանք մեր եկեղեցու կանոնադրության 68-րդ կետը, որի տեղ խոսվում է առաջնորդի իրավունքների մասին, բայց չեն հիշում, որ այդ նույն կանոնադրության մեջ շատ ավելի առաջ ամենայն հայոց կաթողիկոսի մասին հատվածում շատ հստակ գրված է, որ ամենայն հայոց կաթողիկոսի իրավունքն է նշանակելու առաջնորդ, փոխելու այդ առաջնորդին։ Եվ ձեզ ասեմ, նույն այդ առաջնորդին ոչ թե հանել են, գցել են դուրս, այլ շատ ու շատ դեպքեր են եղել։ Մի վարքյան վերջացնեմ նոր։ Ես չգիտեմ, խոսում եմ, դուք կողքից խոսում եք։ Հաճեպազրույցը չնշանակում, որ անընդհատ պետք է խանգարեք։ Ես չեմ ժամանակ դրել, որ կթողնեմ, կգնամ, ձեզ եք հասնել։ Հարցը նրանում է, որ սա եկեղեցու ներքին եւ ընդհանրապես կրոնական կազմակերպությունների է կամ ինչ է ամբողջ աշխարհով այդ կանոնական հարցերին որևէ մեկը չի կարող խառնել։ Այ հիմա ասա։ Կներեք Սրբազան, թեմերում չպետք է լինեն խորհուրդներ, որոնց քննարկումների արդյունքում պետք է նշանակվի Հայաստանի թեմերում եւ շատ այլ թեմերում, որտեղ որ կանոնադրություններով եւ հին մեր ավանդական կանոններով առաջնորդը նշանակվում է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Թեմերը ստեղծվում են ամենայն հայոց կաթողիկոսի կողմից եւ ոչ թե ընտրություններով թեմական պատգամավորական ժողովներով։ Դրսում ինչու է այդպես։ Դրսում 20-րդ դարում որոշ այսպես կոչված դեմոկրատիկ երկրներում եւ հատկապես երբ որ մայրաթորը սովետական միության մեջ էր եւ շատ սահմանափակ էր ավելի գործունեությունը, այդ ժամանակ որոշ թեմերում այդ բաները ուրեմն փոխվեցին որպես ընտրություններով, բայց ի վերջո մենք ունենք կանոնադրություն Հայաստանի Հանրապետության կողմից գրանցված, որտեղ շատ հստակ գրված է, որ կաթողիկոսն է նշանակում, փոխում, դնում, հանում։ Հիմա որտեղ ինչպես է դա կապ չունի։ Դուք ասում եք կաթողիկոսը Սարոյին դեպքում է, բայց տեղյակ եք, որ ԿՊ-ի նախընտրական կազմում կաթողիկոսին հեռացնելու հարցն է դրված։ Չէ՞, կարող է տեղյակ չլինել։ Ես Հայաստանում եմ ապրում, հետևում եմ եւ ինչն է հնարավոր։ Գիտեք, հիմա ԿՊ-ի ժողովուրդ Ներողություն եմ խնդրում, երկու քայլ առաջ կգաք ու պատասխանեք, բացվեք էլի լրագրողները։ Լավ է։ Հա։ Որևէ կուսակցություն իր նախընտրական ծրագրի մեջ շատ ու շատ հարցեր է դնում։ Մի հատ գնացեք այդ ԿՊ-ին հարցրեք, այդ ձեր նախընտրական խոստումներից ինչն է արվել, անցյալների, այսօրվա, ինչն է արվելու։ Եվ ամենադատապարտելին այն է, որ նույն այսօրվա իշխանությունները, որը բնականաբար ԿՊ-ի իշխանություններն են, հայ եկեղեցին
մեղադրում են քաղաքականության մեջ ընդգրկված լինելու։ Բայց երբևէ չեն մտածում, որ իրենց նախընտրական քաղաքական պլատֆորմի մեջ եկեղեցու հարցը դնելը իրենք են եկեղեցուն ներքաշում քաղաքականության մեջ։ Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու, միջամուխ լինելու։ Եթե քաղաքական իշխան հակադարձում են, թե դուք էլ խախտվել եք իշխանական Ներողություն, վարչապետը իշխանությունը չէ եւ վարչապետը պետությունը չէ։ Հայաստանյաց եկեղեցին Հայաստանի եկեղեցին չէ։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պատմականորեն 1700-ամյակներ աշխարհասփյուռ եկեղեցի է։ Մի հատ հլո տեսեք, այս մենակ խո Հայաստանի եկեղեցիները չեն։ Ուրեմն ինչ ծրագիր է իրականացվել ժողովրդի կամով, ժողովրդի մեծամասնության քվեարկության միջոցով։ Օտարի պատվերն է իրականացնում։ Այո, եք որ քաղաքացիների ճնշմամբ կարող է կաթողիկոսին հեռացնել ԿՊ-ն։ Դե եթե քաղաքացիները գնան դրան, Սրբազան 2025-ին մի ձայնագրություն հրապարակեց մամուլում, որտեղ դուք եւ նախին հոգեվորական Աղան Երևանյանը խոսում եք եւ նա խոսում էր ցույցերի ճնշման մասին։ Դուք նաեւ այս գործով հարցակնվել եք։ Իրականում այդպիսի բան եղավ։ ես չեմ հարցակնվել այդ Չէ, մամուլն էր գրում, որ հարցակնվել։ Ես չեմ հարցակվել, ես հրավիրվել եմ որպես վկա։ Դա հարցակնություն։ Պատասխանը Փաշազադեի հայտարարությունից հետո Ես այդ մասին ոչինչ հիմա չեմ ասի։ Անցած էտապներ են եւ ինչ որ պետք է ժամանակին ասել։ բայց չեք երբում որ կաթողիկոսը ճնշումներ է։ Ոչ, այսինքն ինչի պիտի հերքել։ Հա, ես եմ խոսում, ինչ եմ ասել։ Ասում եք, որ ընտրային մորը վերցրու գնա։ Ես նման բան եմ ասել։ Այ գնա այդ ձայնագրությունը բեր ու ինձ ցույց տար, որ ես ասել եմ մորդ վերցրու ու գնա։ Կեղծված է ձայնագրությունը։ Մի հատ բեր, լսեմ, որ ես ասել եմ մորդ վերցրու ու գնա։ Ինչ եք ասել, Սրբազան։ Դուք ինչ եք ասել Որորել է այդտեղ։ որ մորը վերցնի եւ գնա հավաքի։ Հիմա ամեն մեկը ամեն ինչ կարող ասի։ Դա Ամեն ասացին ես պետք է ապացույց չէ այն բանի, որ եկեղեցին կաթողիկոսի մակարդակով ներքաշված է քաղաքական գործընթացներով։ Ոչ սիրելիս, ամեն մեկի ասած է, այսօր նորից եմ ասում։ Ով ինչ խելքից բրդում է եւ ում ինչ դրդումներ են անում, նա էլ խոսում է մամուլով։ Ասում եք, որ եկեղեցին ժողովրդինն է, այո, ժողովրդինն է, բայց այդ ժողովրդի կամոք արդյոք չի ձևավորվել այն իշխանությունը։ Ինչ իշխան։ Թողեք ես հարցը Մի ձևակերպեմ, րոպե, սիրելիս։ միջամուխ եղեք։ Թողեք իմ հարցը ձևակերպեմ։ Շարունակեմ ձեր թույլտվությամբ։ Շարունակեք։ Եվ երբ որ Բագրատ arczepiskopos Վալստանյանը սրբազան շարժում է նախաձեռնում եւ երբ նրան հարցնում են, ասում են, արդյոք կաթողիկոսը տեղյակ է այդ մասին, ինքն ասում է առանց նրա գիտության եւ օրհնության ես չէի կարող այս շարժումը ղեկավարել առաջնորդել։ Սա արդյոք եւս մեկ փաստարկ չէ այն, որ եկեղեցին ամենաբարձր մակարդակով դուրս է եկել ժողովրդի կողմից ձևավորված քաղաքական իշխանության դեմ։ Ոչ։ Հենց այդպես։ Ինչպես կհիմնավորեք։ Ոնց որ դուք չեք հիմնավորում, ես էլ չեմ հիմնավորում։ Անցանք ուրիշ։ Սրբազան հայր, դուք հարց տվեցիք, մի րոպե խնդրում եմ։ Սրբազան հայր, այսօր հնարավոր է վերականգնել իշխանության եւ եկեղեցու բնականոն հարաբերությունը։ Եթե իշխանությունները իրենց քաղաքական ծրագրերից եկեղեցու հարցերը հանեն եւ նստեն բանակցության, այլ ոչ թե մեկ օրակարգ ընդամենը, ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, բնականաբար ամեն ինչ էլ հնարավոր է։ Այս իրադարձություններից հետո էլ Սրբազան հայր, երբ 9-րդ գումարման ազգային ժողովին չհրավիրեցին ամենայն հայոց կաթողիկոսին օրհնելու եւ դրան նախորդած բոլոր գործընթացները, վեհապարը պատրաստ են ներել։ Սիրելիս, քրիստոնյայի մեծագույն առաքինությունը ներելն է, բայց ես մշտապես կրկնում եմ, որ ներումը լինում է այնտեղ, որտեղ կա զղջում։
եթե կա զղջում, անկարելի է որ ներում չլինի։